Երբ թատրոնի տնօրենը բացեց Վարդուհի Վարդանյանի անձնական պահարանը, նա գտավ փակ ծրար, կարմիր թանաքով կնքված։ Վրան գրված էր. «Բացել միայն իմ մահից հետո»։ Այդ նամակում էր ճշմարտությունը, որը 30 տարի թաքցրել էին Սունդուկյանի թատրոնի պատերի ետում։ Ճշմարտությունը մի կոտրված բարեկամության մասին, որը սկսվել էր սիրով, վերածվել էր լռության պատերազմի։ Ճշմարտությունը մի խոսքի մասին, որը երբեք չարտասանվեց, բայց որը ավելի ցավեց, քան ցանկացած վիրավորանք։ Ինչու էին երկու հանճարեղ դերասանուհիներ՝ Վարդուհի Վարդանյանը, Մետաքսյա Սիմոնյանը, ընտրել լռությունը։ Ո՞վ էր այն մարդը, ով կանգնած էր այս ողբերգության կենտրոնում։ Եվ ինչպես կարող էր մի թատրոն, որը պետք է միավորեր մարդկանց, վերածվել պատերազմի դաշտի։ 1958 թվականին, երբ Երանը դեռ վերականգնվում էր երկրաշարժից, Սունդուկյանի թատրոնը եղավ այն տեղը, որտեղ ծնվեց պատմություն։ Ոչ թե սցենայի վրա, հանրության աչքի առաջ, այլ հենց գլխավոր տնօրենի գրասենյակում, որտեղ երկու երիտասարդ աղջիկներ՝ Վարդուհին, Մետաքսյան, առաջին անգամ հանդիպեցին իրար։ Նրանք եկել էին տարբեր աշխարհներից։ Վարդուհին Գյումրիից, որտեղ նրա հայրը եղել էր հայտնի ուսուցիչ, որտեղ փոքրուց սովորեցրել էին, որ արվեստը պարտք է ժողովրդի առաջ։ Մետաքսյան Երանից, արվեստագետների ընտանիքից, որտեղ թատրոնը եղել էր ավելի քան մասնագիտություն, դա եղել էր կյանքից։ Երբ նրանք նստեցին միմյանց կողքին այդ գրասենյակում, սպասելով իրենց հերթին, ընդունելության քննություններին, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս երկու կանայք կդառնան ոչ միայն Հայաստանի ամենամեծ դերասանուհիները, այլ մի ողբերգության հերոսները, որը գտի ամբողջ նրանց կյանքը։ Առաջին տարիները եղան մեղրամիս։ Վարդուհին, Մետաքսյան դարձան անբաժանելի։ Նրանք միասին սովորում էին դերեր, միասին քննադատում էին իրար, միասին երազում էին մեծ ճակատագրերի մասին։ Թատրոնի հին աշխատակիցները հիշում են, թե ինչպես էին նրանք նստում փորձարկումներից հետո փոքրիկ սրճարանում Աբովյան փողոցում խոսում մինչ առավոտ։ Խոսում էին Չեխովի Շեքսպիրի մասին, Սունդուկյանի Շիրվանզադեի մասին։ Երազում էին այն դերերի մասին, որոնք ուզում էին խաղալ։ Վարդուհին երազում էր Օֆելիայի մասին, Մետաքսյան Մեդիայի։ Նրանք փոխանակում էին գրքեր, փոխանակում էին գաղտնիքներ, փոխանակում էին երազներ։ Թատրոնի տնօրենը Լոն Հակոբյանը հաճախ ասում էր, որ նրանք նման են երկվորյակ քույրերի, թե արտաքինից շատ տարբեր էին։ Վարդուհին բարակ, բարձրահասակ, խոր ձայնով, որը կարող էր լցնել ամբողջ դահլիճը առանց միկրոֆոնի։ Մետաքսյան փոքրիկ, նուրբ, բայց այնպիսի էներգիայով, որ երբ նա մտնում էր բեմ, անհնար էր աչքը կտրել նրանից։ Նրանք լրացնում էին իրար, թատրոնը դա գիտեր։ 1962 թվականին տնօրենը որոշեց բեմադրել Սունդուկյանի Պեպոն։ Սա պետք է լիներ տարվա ամենամեծ իրադարձությունը։ Բայց ով պետք է խաղար Զարուհին, այն կինը, ում շուրջ պտտվում է ամբողջ պիեսը։ Վարդուհին, Մետաքսյան երկուսն էլ ուզում էին այդ դերը։ Սա եղավ առաջին անգամը, երբ նրանք հայտնվեցին մրցակիցների դիրքում։ Փորձարկումները տեցին 3 շաբաթ։ Վարդուհին խաղաց Զարուհին որպես ուժեղ, հպարտ կին, որը չի հանձնվում ճակատագրին։ Մետաքսյան խաղաց նույն կերպարը որպես փխրուն, վիրավորված արարած, որը թաքցնում է իր ցավը ժպիտի ետում։ Երկու մեկնաբանումներն էլ հիանալի էին, բայց տարբեր։ Տնօրենը պետք է ընտրեր։ Երբ նա հայտարարեց, որ դերը տրվում է Վարդուհուն, Մետաքսյան ժպտաց շնորհավորեց ընկերուհուն։ Բայց թատրոնի հին գրիմյորուհին, Սիրանույշ տատը, ասում էր, որ այդ օրը տեսավ, թե ինչպես Մետաքսյան մենակ նստած էր հագուստարանում, լուռ արտասվում էր։ Ոչ ոք չմոտեցավ նրան։ Ոչ ոք չհարցրեց, ինչու։ Պեպոն ի պրեմիերան եղավ տրիումֆ։ Վարդուհին ստացավ մեծ ծափահարություններ, ծաղիկներ, հոդվածներ թերթերում։ Մետաքսյան նստած էր դահլիճում, ծափահարում էր ընկերուհուն։ Բայց բեմի ետում ինչ-որ բան փոխվեց։ Նրանք դեռ խոսում էին իրար հետ, բայց այլս ոչ մինչ առավոտ։ Նրանք դեռ միասին սուրճ էին խմում, բայց այլս ոչ ամեն օր։ Փոքրիկ ճեղքը սկսեց երալ, ոչ ոք չիմացավ, թե ինչպես այն կարելի էր կարել։ Թատրոնի երիտասարդ դերասանուհի Գոհար Սարգսյանը հիշում է, թե ինչպես մի անգամ պատահաբար լսեց նրանց խոսակցությունը հագուստարանում։ Վարդուհին ասաց. «Մետակ, դու գիտես, որ ես քեզ համարում եմ ամենաաղերսավոր դերասանուհին»։ Մետաքսյան պատասխանեց. «Աղերսավոր։ Ես չեմ ուզում լինել աղերսավոր։ Ես ուզում եմ լինել հզոր»։ Այդ խոսքերից հետո նրանք լռեցին։ Գոհարը ասում է, որ այդ լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած վեճ։
Բայց իսկական ճեղքը դեռ առաջ էր։ 1964 թվականին թատրոն եկավ նոր ռեժիսոր Արամ Խաչատրյանը։ Նա եկավ Մոսկվայից, որտեղ սովորել էր Վախտանգովի դպրոցում, բերեց նոր գաղափարներ, նոր մեթոդներ։ Նա ուզում էր բեմադրել Լորկայի Բերնարդա Ալբայի տունը։ Սա պետք է լիներ ինչ-որ բան նոր, ինչ-որ բան համարձակ Հայաստանի թատրոնի համար։ Արամը տեսավ Վարդուհուն Մետաքսյան, անմիջապես հասկացավ, նա գտել է իր երկու հերոսուհիներին։ Բայց նա չգիտեր, որ ընտրելով նրանց երկուսին, նա վառում է այն ֆիտիլը, որը կպայթեցներ ամեն ինչ։ Ո՞վ էր իրականում Արամ Խաչատրյանը։ Ինչու էր նա ընտրել հենց այս երկու կանանց։ Եվ ինչպես կարող էր մի բեմադրություն վերածվել 30 տարվա լռության։ Թատրոնի հին տեխնիկական տնօրեն Գրիգոր Մանուկյանը երբեք չէր խոսել այն մասին, ինչ տեսավ 1965 թվականի մարտի 31-ին օրը։ Բայց երբ նա հիվանդանոցում էր, մահվան անկողնում, նա կանչեց իր դուստրը, ասաց. «Ես պետք է ասեմ ճշմարտությունը Արամի մասին»։ Նրա խոստովանությունը փոխեց ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտեինք այդ պատմության մասին։ Գրիգորը պահպանում էր թատրոնի գաղտնի արխիվը, փակ պահարան, որտեղ պահվում էին բոլոր պայմանագրերը, բոլոր նամակները, բոլոր գաղտնիքները։ Այնտեղ, թղթերի մեջ, նա գտավ մի փաստաթուղթ, որը պետք է մնար թաքնված հավերժ։ Դա եղավ Արամ Խաչատրյանի անձնական նամակը Մոսկվայի կուլտուրայի նախարարությանը, որտեղ նա գրել էր. «Ես ընտրել եմ երկու դերասանուհիներ, Վարդանյանին Սիմոնյանին, ոչ թե նրանց տաղանդի համար, այլ նրանց միջ եղած լարվածության համար։ Իրական թշնամանքը բեմի վրա ստեղծում է այնպիսի էներգիա, որը ոչ մի դերասանական տեխնիկա չի կարող տալ»։ Արամը չէր փնտրում համագործակցություն։ Նա փնտրում էր պատերազմ։ Նա գիտեր, որ Վարդուհին Մետաքսյան սկսում էին հեռանալ իրարից, նա որոշեց օգտագործել այդ ճեղքը, ստեղծելու համար իր գլուխգործոցը։ Բայց արդյոք նա գիտեր, թե որքան խորն էր այդ ճեղքը դառնալու։ Փորձարկումները Բերնարդա Ալբայի տանը համար սկսվեցին ապրիլին։ Արամը բաժանեց դերերը անսովոր կերպով։ Վարդուհին պետք է խաղար Բերնարդան, խիստ մայրը, որը բանտարկում է իր դուստրերին հագուստներով տան մեջ։ Մետաքսյան պետք է խաղար Ադելան, ամենափոքր դուստրը, որը ապստամբում է մոր դեմ, փնտրում է ազատություն։ Երկու կերպարներն էլ ուժեղ էին, երկուսն էլ բարդ, բայց Արամը սկսեց խաղալ նրբագեղ խաղ։ Փորձարկումների ժամանակ նա միշտ գովաբանում էր Մետաքսյանին Վարդուհու առաջ։ Տեսնում ես, Վարդուհի, թե ինչպես Մետաքսյան գտավ այդ պահի ճշմարտությունը։ Սա է իսկական դերասանությունը։ Հետո, երբ Մետաքսյան չէր լսում, նա կասեր Վարդուհուն, քո ուժը քո ձայնի մեջ է, բայց Մետաքսյան ունի ինչ-որ բան, ինչ դու երբեք չես ունենա, խոցելիություն։ Այս խոսքերը եղան թույն, որը կաթեցնում էր օր-օրի։ Թատրոնի երիտասարդ դերասան Վահագն Գալստյանը հիշում է, թե ինչպես մի անգամ Վարդուհին մնաց մենակ բեմի վրա, փորձարկումից հետո սկսեց կրկնել իր տողերը նորից ու նորից, ավելի ու ավելի բարձր ձայնով, կարծես փորձում էր ապացուցել ինչ-որ բան անտեսանելի դատավորի։ Նրա ձայնը լցրեց դատարկ դահլիճը, բայց ոչ ոք չէր լսում։ Մինչ հունիսը լարվածությունը դարձավ շոշափելի։ Վարդուհին Մետաքսյան այլս չէին խոսում իրար հետ, եթե դա չէր վերաբերում բեմադրությանը։ Նրանք մտնում էին հագուստարան տարբեր ժամերին։ Նրանք ճաշում էին տարբեր սեղաններում։ Թատրոնի աշխատակիցները սկսեցին բաժանվել երկու ճամբարների, Վարդուհու կողմնակիցներ, Մետաքսյայի կողմնակիցներ։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ Հունիսի 28-րդ օրը, երբ բեմադրությունը գրեթե պատրաստ էր, Արամը կանչեց երկու դերասանուհիներին իր գրասենյակ, ասաց նրանց ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Ոչ ոք չգիտի, ինչ ասաց նա այդ փակ դռների ետում։ Բայց երբ Վարդուհին Մետաքսյան դուրս եկան, նրանց դեմքերը եղան քարե։ Գրիմյորուհի Սիրանույշ տատը ասում է, որ Վարդուհին անմիջապես գնաց դեպի իր հագուստարանը, փակեց դուռը։ Մետաքսյան մնաց միջանցքում, կանգնած պատի մոտ, նայում էր դատարկ տարածության մեջ։ Երբ Սիրանույշ տատը մոտեցավ, նրան հարցրեց. «Ամեն ինչ լավ է»։ Մետաքսյան պատասխանեց միայն. «Նա ուզում է, որ մենք ատենք իրար։ Եվ մենք տալիս ենք նրան այն, ինչ ուզում է»։ Պրեմիերան նշանակվեց սեպտեմբերի 15-ին։ Ամբողջ Երանը խոսում էր այդ բեմադրության մասին։ Տոմսերը վաճառվեցին 3 շաբաթ առաջ։ Մարդիկ գիտեին, որ ինչ-որ բան տեղի է ունենում Վարդուհու Մետաքսյայի մեջ, նրանք ուզում էին տեսնել այդ պատերազմը բեմի վրա։ Թատրոնը վերածվեց մարզադաշտի, որտեղ երկու գլադիատորներ պետք է կռվեին մինչ վերջ։ Բայց ո՞վ էր իրականում հաղթողը այդ կռվում։
Արդյոք Արամը, որը ստեղծեց իր գլուխգործոցը երկու կանանց ցավի վրա, թե հանդիսատեսը, որը վճարեց Տոմսի համար տեսնելու ուրիշների տառապանքը, թե վարդուհին Մետաքսյան, որոնք կորցրին իրար, բայց գտան ինչ-որ բան ավելի մեծ, իրենց ճշմարիտ դեմքերը որպես դերասանուհիներ, ով իրականում վճարեց ամենաբարձր գինը այդ արվեստի համար։ Պրեմիերայի գիշերը սեպտեմբերի 15-ին եղավ այն գիշերը, երբ Սունդուկյանի թատրոնը տեսավ ինչ-որ բան, ինչ երբեք չէր տեսել։ Դահլիճը լցված էր մինչ վերջին նստատեղը։ Մարդիկ նստած էին նույնիսկ աստիճաններին։ Կառավարության անդամներ, արվեստագետներ, պարզ բանվորներ, բոլորը եկել էին տեսնելու այս լեգենդար բեմադրությունը։ Բայց ոչ ոք չէր պատրաստ այն բանին, ինչ տեղի ունեցավ բեմի վրա։ Երբ վարագույրը բարձրացավ, վարդուհին հայտնվեց որպես Բերնարդաս հագուստով, թաշկինակով, նրա ներկայությունը լցրեց ամբողջ տարածությունը։ Նրա ձայնը եղավ որոտ, որը ստիպեց հանդիսատեսին սառչել իրենց նստատեղերում։ Նա չէր խաղում Բերնարդան։ Նա եղավ Բերնարդան։ Բայց երբ Մետաքսյան մտավ որպես Ադելա, փոքրիկ, նուրբ, բայց այնպիսի կրակով աչքերում, որ անհնար էր չնայել նրան, ինչ-որ բան փոխվեց օդում։ Երկու կանայք սկսեցին իրենց երկխոսությունը, դա այլևս չէր թատրոն։ Դա եղավ իրական կռիվ։ Բեմի վրա Բերնարդան պահանջում էր հնազանդություն, Ադելան ապստամբում էր։ Բայց բեմից դուրս վարդուհին Մետաքսյան էին կռվում իրենց սեփական պատերազմը։ Յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր նայված, յուրաքանչյուր շարժում եղավ զենք այդ անտեսանելի դուելում։ Հանդիսատեսը զգում էր այդ լարվածությունը չէր կարող շնչել։ Երբ Բերնարդան բացականչեց. «Դու կմնաս այս տանը, մինչ ես թույլ տամ քեզ դուրս գալ», վարդուհու ձայնը եղավ այնքան սառը, այնքան անողորմ, որ Մետաքսյան իսկապես թվաց փոքրիկ խոցելի։ Բայց երբ Ադելան պատասխանեց. «Ես կգնամ, թեկուզ դու փակես բոլոր դռները», Մետաքսյայի ձայնը եղավ այնպիսի ուժով, որ ամբողջ դահլիճը զգաց, այս կինը իսկապես պատրաստ է կոտրել ցանկացած պատ։ Թատրոնի հին դերասան Հրաչյա Ներսիսյանը, որը նստած էր առաջին շարքում, հետո ասաց. «Ես տեսա երկու կանանց, որոնք խաղում էին դերեր, բայց միաժամանակ ապրում էին իրենց սեփական ողբերգությունը։ Դա եղավ ամենաանկեղծ բանը, որ երբե տեսել եմ բեմի վրա։ Բայց ամենաուժեղ պահը եկավ երրորդ գործողության ժամանակ։ Այն տեսարանում, որտեղ Ադելան պետք է խոստովաներ իր սերը, Բերնարդան պետք է ոչնչացներ այդ սերը, ինչ-որ բան տեղի ունեցավ, ինչը չէր գրված սցենարում։ Մետաքսյան սկսեց իր մենախոսությունը, խոսելով սիրո մասին, ազատության մասին, երազանքների մասին։ Նրա ձայնը եղավ այնքան խոցելի, այնքան անկեղծ, որ շատերը դահլիճում սկսեցին լալ։ Բայց երբ նա ավարտեց, նայեց վարդուհուն, սպասելով նրա պատասխանին, վարդուհին չշարժվեց։ Նա կանգնած էր բեմի կենտրոնում, նայում էր Մետաքսյանին այնպիսի հայացքով, որը եղավ ավելի ուժեղ, քան ցանկացած խոսք։ Այդ հայացքում եղավ ամեն ինչ՝ ցավ, զայրույթ, նախանձ, սեր, ատելություն։ Լռությունը տեց 5 վայրկյան, բայց այդ 5 վայրկյանները թվացին հավերժություն։ Հանդիսատեսը սառեց։ Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք չշնչեց։ Հետո վարդուհին ասաց իր տողը, բայց այլս ոչ Բերնարդայի ձայնով։ Դա եղավ վարդուհու սեփական ձայնը, կոտրված, հոգնած, պարտված։ Դու երբեք չես հասկանա, թե ինչ է նշանակում կորցնել այն, ինչ սիրում ես։ Այդ խոսքերը չէին ուղված Ադելային։ Դրանք ուղված էին Մետաքսյանին։ Երբ վարագույրը իջավ, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ կանգնեցին իրենց տեղերից, ծափահարեցին 10 րոպե անընդմեջ։ Բայց երբ դերասանները դուրս եկան ընդունելության համար, վարդուհին Մետաքսյան կանգնեցին բեմի տարբեր ծայրերում։ Նրանք չնայեցին իրար։ Նրանք չշոշափեցին իրար ձեռքերը։ Նրանք ընդունեցին ծաղիկները, ժպտացին հանդիսատեսին, բայց միմյանց համար նրանք եղան անտեսանելի։ Արամ Խաչատրյանը կանգնած էր բեմի կողքում, ժպտում էր։ Նա ստացավ այն, ինչ ուզում էր։ Նա ստեղծեց գլուխգործոց։ Բայց ինչ գնով։ Գրիմյորուհի Սիրանույշ տատը հետո գտավ Մետաքսյանին հագուստարանում, նստած հատակին, դեռ իր բեմական հագուստով։ Երբ նա հարցրեց, ինչու չի փոխվում, Մետաքսյան պատասխանեց. Ես չեմ կարող շարժվել։ Եթե շարժվեմ, ես կփլվեմ։ Վարդուհին այդ գիշեր չվերադարձավ հագուստարան։ Նա հեռացավ թատրոնից անմիջապես, առանց հանելու իր գրիմը, առանց վերցնելու իր ծաղիկները։
Պահակ Գորգ Պետրոսյանը հիշում է, թե ինչպես նա տեսավ վարդուհուն քայլող մութ փողոցով մենակ, դեռ իր սպերնարդայի հագուստով, կարծես նա չէր կարող դուրս գալ այդ կերպարից։ Հաջորդ օրը թերթերը լցված էին գովասանքներով։ Սունդուկյանի թատրոնի տրիումֆը երկու հանճարեղ դերասանուհիներ, հայկական թատրոնի նոր էջ։ Բայց ոչ ոք չգրեց այն մասին, ինչ իրականում տեղի ունեցավ այդ բեմի վրա։ Ոչ ոք չգրեց, որ երկու ընկերուհիներ կորցրին իրար այդ գիշեր։ Ոչ ոք չգրեց, որ մի ռեժիսոր օգտագործեց նրանց ցավը, ստեղծելու իր արվեստը։ Թատրոնական քննադատ Լոն Անանյանը գրեց իր հոդվածում. Վարդանյանը Սիմոնյանը ստեղծեցին մի բան, որը գերազանցում է թատրոնը։ Նրանք ստեղծեցին կյանք։ Բայց նա չգիտեր, թե որքան մոտ էր ճշմարտությանը։ Դա իսկապես եղավ կյանք, իրենց սեփական կյանքը, որը վերածվեց արվեստի։ Բայց արդյոք արժեր արվեստը այդ զոհողությունը։ Արդյոք կարելի է արդարացնել մի գլուխգործոցը, եթե այն կառուցված է կոտրված սրտերի վրա։ Եվ ով իրականում պատասխանատու է այն բանի համար, որ երկու հանճարեղ կանայք դարձան թշնամիներ, մի մարդը, որը շահագործեց նրանց, թե համակարգը, որը պահանջում էր այդպիսի արվեստ, թե հանդիսատեսը, որը ցանկանում էր տեսնել արյուն բեմի վրա։ Հոկտեմբերին Բերնարդա Ալբայի տունը շարունակեց ցուցադրվել յուրաքանչյուր շաբաթ։ Յուրաքանչյուր ներկայացում եղավ լիակատար դահլիճ։ Մարդիկ գալիս էին նորից ու նորից, տեսնելու այդ անհավատալի դուելը Վարդուհու Մետաքսյայի մեջ։ Բայց բեմից դուրս երկու կանայք այլս չէին գոյություն իրար համար։ Նրանք ժամանում էին թատրոն տարբեր ժամերին։ Նրանք պատրաստվում էին տարբեր հագուստարաններում։ Փորձարկումների ժամանակ նրանք խոսում էին միայն Արամի հետ, երբեք ուղղակիորեն իրար հետ։ Եթե Արամը ասում էր. Վարդուհի, կարծում եմ այս տեսարանում դու պետք է մոտենաս Մետաքսյանին, Վարդուհին պատասխանում էր. Լավ, ես կմոտենամ, բայց նա երբեք չէր ասում Մետաքսյայի անունը։ Եթե Մետաքսյանը ուներ առաջարկ տեսարանի համար, նա ասում էր Արամին, ոչ թե Վարդուհուն։ Թատրոնի աշխատակիցները սովորեցին ապրել այս լարված լռության մեջ։ Նրանք սովորեցին չհարցնել, չմիջամտել, չփորձել հաշտեցնել երկու կանանց։ Որովհետև բոլորը հասկանում էին, այս լռությունը եղավ մաս բեմադրությունից, եթե այն կոտրվեր, ամբողջ կախարդանքը կկորչեր։ Բայց մի մարդ չէր կարող ընդունել այս իրավիճակը։ Թատրոնի տնօրեն Լոն Հակոբյանը տեսնում էր, թե ինչ էր տեղի ունենում, դա ցավեցնում էր նրան։ Նա հիշում էր այն ժամանակները, երբ Վարդուհին Մետաքսյան եղել էին անբաժանելի, երբ նրանց ծիծաղը լցնում էր միջանցքները, երբ նրանք երազում էին միասին։ Նոյեմբերի սկզբին նա որոշեց գործել։ Նա կանչեց երկու դերասանուհիներին իր գրասենյակ, առանձին։ Վարդուհուն, նա ասաց. Դու կորցնում ես քո լավագույն ընկերուհուն։ Վարդուհին պատասխանեց. Ես արդեն կորցրել եմ նրան։ Մետաքսյանին, նա ասաց. Դուք երկուս ստեղծում եք ինչ-որ բան հիանալի բեմի վրա, բայց ոչնչացնում եք իրար բեմից դուրս։ Մետաքսյան պատասխանեց. Գուցե դա է գինը մեծության համար։ Լոնը հասկացավ, որ նա չի կարող փոխել ոչինչ։ Ճեղքը դարձել էր անդունդ, ոչ ոք չէր կարող կամրջել այն։ Նա գնաց Արամի մոտ ասաց. Դու ստեղծեցիր գլուխգործոց, բայց ոչնչացրիր երկու կյանք։ Արամը նայեց նրան ժպտաց։ Արվեստը միշտ պահանջում է զոհողություններ։ Նրանք գիտեին, թե ինչի էին գնում։ Բայց արդյոք նրանք իսկապես գիտեին։ Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Այդ օրը եղավ 50-րդ ներկայացումը Բերնարդա Ալբայի տան։ Դահլիճը, ինչպես միշտ, լիքն էր։ Ներկայացումը սկսվեց նորմալ։ Վարդուհին Մետաքսյան խաղացին իրենց դերերը անթերի։ Բայց երբ հասան այն տեսարանին, որտեղ Բերնարդան պետք է խորտակեր Ադելայի երազանքները, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Վարդուհին սկսեց իր մենախոսությունը, բայց հանկարծ նրա ձայնը կոտրվեց։ Ոչ թե դերասանական կերպով, այլ իսկապես կոտրվեց։ Նա դադարեց, փորձեց շարունակել, բայց խոսքերը չէին գալիս։ Հանդիսատեսը սկսեց անհանգստանալ։ Մետաքսյան, որը կանգնած էր բեմի մյուս կողմում, նայեց Վարդուհուն, տեսավ ինչ-որ բան նրա աչքերում, ինչ երբեք չէր տեսել։ Վախ։ Իսկական, մերկ վախ։ Վարդուհին կորցրել էր իր տեքստը, կորցրել էր իր կերպարը, կորցրել էր ամեն ինչ։ Նա կանգնած էր բեմի կենտրոնում, խոցելի, մերկ, կոտրված։ Եվ այդ պահին Մետաքսյան արեց ինչ-որ բան, ինչ ոչ ոք չէր սպասում։
Նա մոտեցավ վարդուհուն, ոչ թե որպես Ադելա, այլ որպես Մետաքսիա։ Նա վերցրեց վարդուհու ձեռքը շշնջաց այնպես, որ միայն նա լսեր. Ես այստեղ եմ։ Այդ երեք խոսքերը եղան այն, ինչ վարդուհուն պետք էր։ Նա նայեց Մետաքսյանին, մի վայրկյան նրանց աչքերը հանդիպեցին, ոչ թե որպես Բերնարդայի Ադելայի, այլ որպես վարդուհու Մետաքսիայի։ Հետո վարդուհին շնչեց խորը շարունակեց իր տեքստը։ Ներկայացումը ավարտվեց, ոչ ոք հանդիսատեսից չհասկացավ, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ բեմի վրա։ Բայց բեմից դուրս ոչինչ չփոխվեց։ Վարդուհին Մետաքսյան վերադարձան իրենց լռությանը։ Այդ պահը, երբ Մետաքսյան բռնեց վարդուհու ձեռքը, մնաց միայն նրանց երկուսի միջ, որպես գաղտնիք, որը երբեք չքննարկվեց։ Թատրոնական քննադատները գրեցին, որ 50-րդ ներկայացումը եղավ ամենաուժեղը, որ նրանք տեսել էին։ Նրանք խոսեցին անսովոր էմոցիոնալ խորության, անսպասելի խոցելիության մասին։ Բայց նրանք չգիտեին, որ այն, ինչ տեսան, չէր թատրոն։ Դա եղավ իրական կյանք, որը պատահաբար ներխուժեց բեմ։ Դա եղավ պահ, երբ երկու կանայք հիշեցին, թե ովքեր էին նրանք մինչ ամեն ինչը կոտրվելը։ Բայց այդ պահը անցավ, նրանք վերադարձան իրենց դերերին, ոչ միայն բեմի վրա, այլ կյանքում։ Վարդուհին, հպարտ, անմատչելի, միայնակ։ Մետաքսյան, ուժեղ, անկախ, պաշտպանված իր սեփական պատերի ետում։ Արդյոք կարող էր ինչ-որ բան փրկել նրանց բարեկամությունը։ Արդյոք կար ճանապարհ հետ, դեպի այն ժամանակները, երբ նրանք եղել էին անբաժանելի։ Թե որոշ բաներ, երբ կոտրվում են, մնում են կոտրված հավերժ։ Թատրոնի հին հաշվապահ Աստղիկ Մարտիրոսյանը երբեք չէր պատմել այն մասին, ինչ գտավ 1966 թվականի հունվարի առաջին օրը։ Բայց երբ նրա թոռնիկը սկսեց ուսումնասիրել թատրոնի պատմությունը, Աստղիկը բացեց հին պահարանը, հանեց փոշոտ թղթապանակ։ Այնտեղ, դեղին թղթերի մեջ, պահվում էր ճշմարտությունը, որը փոխեց ամեն ինչ։ Դրանք եղան ֆինանսական փաստաթղթեր, ոչ թե սովորական հաշվետվություններ, այլ գաղտնի վճարումներ, որոնք կատարվում էին յուրաքանչյուր ներկայացումից հետո։ Արամ Խաչատրյանը ստանում էր 2 անգամ ավելի շատ, քան ցանկացած այլ ռեժիսոր թատրոնի պատմության մեջ։ Բայց ամենաշոկային մասը եղավ հատուկ պայմանագիրը, որը նա ստորագրել էր Մոսկվայի կուլտուրայի նախարարության հետ։ Այնտեղ գրված էր. Յուրաքանչյուր լրացուցիչ ներկայացման համար, որը գերազանցում է նախատեսված 50-ը, ռեժիսորը ստանում է պրեմիալ վճարում, հավասար 3 ամսական աշխատավարձի։ Արամը չէր ուզում, որ Բերնարդա Ալբան ավարտվեր։ Նա ուզում էր, որ այն շարունակվեր հավերժ, որովհետև յուրաքանչյուր ներկայացում նրա համար նշանակում էր ոչ միայն փառք, այլ փող։ Եվ որպեսզի ներկայացումները շարունակվեին, նա պետք է պահպաներ այն լարվածությունը վարդուհու Մետաքսիայի միջ։ Նա պետք է սնուցներ այն ճեղքը, որը դարձել էր նրա ոսկեհանգ։ Բայց ինչպես նա դա անում էր։ Եվ ինչու ոչ ոք չկանգնեցրեց նրան։ Փետրվարին Արամը սկսեց նոր խաղ։ Նա հայտարարեց, որ ուզում է ավելացնել նոր տեսարան բեմադրությանը, տեսարան, որը չկար Լորկայի բնագրում։ Այն պետք է լիներ երազի տեսարան, որտեղ Բերնարդան Ադելան հանդիպում էին որպես երկու կողմ նույն հոգու։ Նա ասաց դերասանուհիներին. Այս տեսարանում դուք պետք է շոշափեք իրար։ Ոչ թե որպես մայր դուստր, այլ որպես երկու կանայք, որոնք փնտրում են միմյանց մեջ այն, ինչ կորցրել են։ Վարդուհին Մետաքսյան լսեցին այս հրահանգը լռությամբ։ Փորձարկումների ժամանակ, երբ նրանք պետք է կատարեին այս տեսարանը, օդը դարձավ այնքան ծանր, որ թատրոնի աշխատակիցները դուրս եկան դահլիճից։ Արամը նստած էր առաջին շարքում դիտում էր։ Վարդուհին մոտեցավ Մետաքսյանին դանդաղ, յուրաքանչյուր քայլ եղավ տանջանք։ Մետաքսյան կանգնած էր անշարժ, նրա մարմինը եղավ քարե։ Երբ Վարդուհին հասավ նրան բարձրացրեց ձեռքը, շոշափելու Մետաքսիայի դեմքը, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Մետաքսյան հանկարծ ետ քաշվեց, կարծես այրվեց։ Նա ասաց. Ես չեմ կարող։ Արամը բացականչեց. Դու պետք է կարողանաս։ Դա քո աշխատանքն է։ Մետաքսյան նայեց նրան այնպիսի հայացքով, որը կարող էր սպանել։ Իմ աշխատանքը խաղալն է, ոչ թե ստելը։ Նա հեռացավ բեմից, այդ օրը փորձարկումը չավարտվեց։ Բայց Արամը չհանձնվեց։ Նա գիտեր, որ եթե կարողանար ստիպել Վարդուհուն Մետաքսյանին կատարել այդ տեսարանը, դա կլիներ նրա ամենամեծ հաղթանակը։ Նա սկսեց աշխատել նրանց հետ առանձին։ Վարդուհուն, նա ասաց. Մետաքսյան վախենում է քեզանից։
Նա վախենում է, որ դու ավելի ուժեղ ես, քան նա։ Մետաքսյանին նա ասաց. Վարդուհին կարծում է, որ դու թույլ ես։ Նա կարծում է, որ դու չես կարող դիմակայել նրան։ Այս խոսքերը եղան թույն, որը կաթեցնում էր օր-օրի։ Մարտի կեսին նրանք վերադարձան այդ տեսարանին։ Այս անգամ Մետաքսյան չհեռացավ։ Երբ վարդուհին մոտեցավ նրան շոշափեց նրա դեմքը, Մետաքսյան մնաց անշարժ, բայց նրա աչքերը լցվեցին արտասուքներով։ Ոչ թե դերասանական արտասուքներով, այլ իսկական, անկեղծ արտասուքներով։ Վարդուհին զգաց այդ արտասուքները իր մատների տակ նրա ձեռքը սկսեց դողալ։ Նրանք կանգնեցին այնպես մի րոպե, երկուսն էլ լալով, երկուսն էլ կոտրված։ Արամը ծափահարեց։ Կատարյալ է։ Սա է, ինչ ես ուզում էի։ Բայց երբ փորձարկումը ավարտվեց, վարդուհին գնաց իր հագուստարան փակեց դուռը։ Մետաքսյան նստեց միջանցքի հատակին շարունակեց լալ։ Ոչ ոք չմոտեցավ նրան։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ ասել։ Ապրիլի 18-ին ավելացրին նոր տեսարանը ներկայացմանը։ Հանդիսատեսը տեսավ ինչ-որ բան, ինչ երբեք չէր տեսել բեմի վրա։ Երբ վարդուհին Մետաքսյան կատարեցին այդ տեսարանը, երազի տեսարանը, որտեղ նրանք շոշափեցին իրար այնպիսի նրբությամբ, այնպիսի ցավով, ամբողջ դահլիճը սառեց։ Մարդիկ զգացին, որ տեսնում են ինչ-որ բան ինտիմ, ինչ-որ բան, որը չպետք է լիներ հանրային։ Դա եղավ կարծես նրանք հայտնվել էին ուրիշների անձնական ողբերգության մեջ։ Երբ տեսարանը ավարտվեց, ոչ ոք չծափահարեց։ Լռություն էր, ծանր, անհարմար լռություն։ Հետո դանդաղ մի քանի մարդ սկսեցին ծափահարել, մյուսները միացան, բայց ծափահարությունները եղան տարբեր այդ անգամ։ Դրանք չէին տրիումֆի ծափահարություններ։ Դրանք եղան ցավի ծափահարություններ, ճանաչման ծափահարություններ, որ նրանք տեսան ինչ-որ բան իսկական կոտրված։ Թատրոնական քննադատ Սերգեյ Պարամազյանը գրեց իր հոդվածում. Այս տեսարանը գերազանցում է արվեստը։ Սա է մարդկային հոգու մերկությունը, որը ցուցադրվում է բեմի վրա։ Բայց արդյոք մենք ունենք իրավունք տեսնել այն։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ Մայիսին Արամը հայտարարեց, որ Բերնարդա Ալբայի տունը պետք է շրջագայի Սովետական Միության այլ քաղաքներում։ Նրանք պետք է ներկայացնեին Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում։ Սա պետք է լիներ մեծ պատիվ, մեծ ճանաչում։ Բայց վարդուհին Մետաքսյան գիտեին, որ սա նշանակում էր ավելի շատ ժամանակ միասին, ավելի շատ ներկայացումներ, ավելի շատ տանջանք։ Թատրոնի տնօրեն Լոն Հակոբյանը փորձեց դիմակայել այս որոշմանը։ Նա ասաց Արամին. դերասանուհիները հոգնած են։ Նրանք պետք է հանգստանան։ Արամը պատասխանեց. Նրանք կհանգստանան, երբ ես թույլ տամ նրանց հանգստանալ։ Լոնը գնաց Մոսկվա, փորձելու չեղարկել շրջագայությունը, բայց նա վերադարձավ պարտված։ Որոշումը կայացված էր ավելի բարձր մակարդակում, ոչ ոք չէր կարող փոխել այն։ Հունիսի սկզբին նրանք մեկնեցին Թբիլիսի։ Երկու դերասանուհիները նստեցին գնացքի տարբեր վագոններում։ Նրանք չխոսեցին իրար հետ ամբողջ ճանապարհի ընթացքում։ Թատրոնի աշխատակիցները, որոնք ուղեկցում էին նրանց, ասում են, որ դա եղավ ամենաերկար, ամենածանր ճանապարհորդությունը նրանց կյանքում։ Թբիլիսիում նրանք ներկայացրին Բերնարդա Ալբանը 3 անգամ։ Յուրաքանչյուր ներկայացում եղավ հաջողություն, բայց բեմից դուրս իրավիճակը դառնում էր ավելի ու ավելի անտանելի։ Հյուրանոցում նրանք ապրում էին տարբեր հարկերում։ Նրանք ճաշում էին տարբեր ռեստորաններում։ Երբ վրացի թատերականներ հրավիրեցին նրանց ընդհանուր ընթրիքի, վարդուհին ասաց, որ հիվանդ է, Մետաքսյան գնաց մենակ։ Երբ վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան հարցրեց Մետաքսյանին, ինչու վարդուհին չեկավ, Մետաքսյան պատասխանեց. Նա նախընտրում է մենակությունը։ Ռոբերտը հետո ասաց իր ընկերներին. Ես տեսա երկու հանճարեղ դերասանուհիներ, որոնք ստեղծում են կրակ բեմի վրա, բայց սառցե են բեմից դուրս։ Սա է ամենաթխուր բանը, որ երբեք տեսել եմ։ Բաքվում իրավիճակը դարձավ ավելի վատ։ Հյուրանոցում տեղի ունեցավ միջադեպ, որի մասին ոչ ոք չխոսեց բարձր, բայց որը բոլորը գիտեին։ Մետաքսյան պատահաբար լսեց, թե ինչպես վարդուհին խոսում էր Արամի հետ իր սենյակում։ Վարդուհին ասում էր. Ես չեմ կարող շարունակել այսպես։ Ես չեմ կարող ամեն օր նայել նրան հիշել այն, ինչ մենք կորցրել ենք։ Արամը պատասխանեց. Դու պետք է շարունակես։ Դու պարտական ես շարունակել։ Մետաքսյան հեռացավ դռնից գնաց իր սենյակ։
Նա նստեց պատուհանի մոտ, նայեց Կասպից ծովին։ Նա մտածեց, արդյոք կարելի է փախչել այս ամենից, արդյոք կարելի է պարզապես հեռանալ, երբեք չվերադառնալ։ Բայց նա գիտեր, որ չի կարող։ Նա գիտեր, որ թատրոնը եղավ նրա կյանքը, առանց դրա նա ոչինչ չէր։ Մոսկվայում նրանք ներկայացրին Բերնարդա Ալբան Վախտանգովի թատրոնում։ Սա պետք է լիներ գագաթնակետը, վերջնական ճանաչումը։ Դահլիճը լցված էր Սովետական Միության ամենահայտնի թատերականներով, քննադատներով, պաշտոնյաներով։ Ներկայացումը եղավ տրիումֆ։ Մոսկովյան թերթերը գրեցին, որ հայ դերասանուհիները բերեցին ինչ-որ բան նոր ռուսական թատրոն։ Նրանք խոսեցին հրաբուխային էներգիայի ապրումների անսովոր խորության մասին։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ գնով եկավ այդ հաջողությունը։ Ներկայացումից հետո, երբ նրանք վերադարձան հյուրանոց, Վարդուհին փակվեց իր սենյակում, չդուրս եկավ 3 օր։ Մետաքսյան նստեց հյուրանոցի բարում, խմեց մինչ առավոտ։ Թատրոնի երիտասարդ դերասան Արմեն Խաչատրյանը, որը ուղեկցում էր նրանց, հիշում է, թե ինչպես գտավ Մետաքսյանին նստած մութ անկյունում, արտասվող։ Երբ նա հարցրեց, ինչու է լալիս, Մետաքսյան պատասխանեց. Ես լալիս եմ, որովհետև մենք հաղթեցինք։ Եվ հաղթանակը ավելի ցավոտ է, քան պարտությունը։ Արդյոք կարող էր ինչ-որ մեկը փրկել նրանց այդ պահին։ Արդյոք կար ճանապարհ դուրս այս լաբիրինթոսից, որը նրանք ինքնք ստեղծել էին։ Թե նրանք արդեն անցել էին այն կետը, որտեղից հնարավոր էր վերադառնալ։ Երբ նրանք վերադարձան Երան հուլիսի սկզբին, ամբողջ քաղաքը խոսում էր նրանց հաջողության մասին։ Բայց Վարդուհին Մետաքսյան վերադարձան փոխված։ Ինչ-որ բան կոտրվել էր նրանց մեջ այդ շրջագայության ընթացքում, ինչ-որ բան, որը չէր կարելի վերականգնել։ Նրանք շարունակեցին խաղալ Բերնարդա Ալբան, բայց այլս ոչ նույն կրքով։ Հանդիսատեսը դեռ գալիս էր, դեռ ծափահարում էր, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Կախարդանքը սկսում էր մարել։ Օգոստոսի կեսին Արամ Խաչատրյանը հայտարարեց, որ հեռանում է Մոսկվա, աշխատելու Մալի թատրոնում։ Նա ասաց, որ սա մեծ հնարավորություն է նրա համար, որ նա չի կարող մերժել։ Բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Նա փախչում էր։ Նա փախչում էր այն բանից, ինչ ստեղծել էր, այն ողբերգությունից, որի համար նա պատասխանատու էր։ Նրա հեռանալու օրը Վարդուհին Մետաքսյան չեկան հրաժեշտի։ Նրանք մնացին իրենց տներում, երբ Արամը հեռացավ Երանից, նրանք զգացին ինչ-որ բան տարօրինակ։ Ոչ թե թեթություն, ինչպես սպասում էին, այլ դատարկություն։ Որովհետև Արամը, թե նա եղավ այն մարդը, որը կոտրեց նրանց բարեկամությունը, նա եղավ այն մարդը, որը տվեց նրանց նպատակ։ Եվ առանց նրա նրանք չգիտեին, թե ինչ անել այն ատելությամբ, որը կուտակել էին իրար նկատմամբ։ Սեպտեմբերին թատրոնի նոր տնօրեն Վահագն Վարդանյանը որոշեց փակել Բերնարդա Ալբայի տունը։ Նա ասաց, որ բեմադրությունը տել է բավականաչափ երկար, որ ժամանակն է նոր ներկայացումների համար։ Բայց իրական պատճառը եղավ այն, որ նա տեսավ, թե ինչ էր տեղի ունենում Վարդուհու Մետաքսյայի հետ։ Նա տեսավ, թե ինչպես նրանք հիվանդանում էին օր-օրի, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Վերջին ներկայացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին։ Դահլիճը լիքն էր, բայց մթնոլորտը եղավ տարբեր։ Մարդիկ եկել էին ասել հրաժեշտ, ոչ թե տոնել։ Երբ վարագույրը իջավ վերջին անգամ, Վարդուհին Մետաքսյան կանգնեցին բեմի վրա, հեռու իրարից, ինչպես միշտ։ Նրանք ընդունեցին ծաղիկները, ժպտացին հանդիսատեսին, բայց նրանց աչքերը եղան դատարկ։ Երբ վարագույրը իջավ վերջնականապես, Վարդուհին անմիջապես հեռացավ բեմից։ Մետաքսյան մնաց մի քանի վայրկյան, նայելով դատարկ դահլիճին, հետո նա նույնպես գնաց։ Նրանք երբեք այլս չխաղացին միասին։ Արդյոք այդ վերջին ներկայացումը կարող էր լինել նա վերջին հնարավորությունը հաշտվելու համար։ Արդյոք եթե նրանցից մեկը մոտենար մյուսին այդ պահին ասեր. Ես ներում եմ, արդյոք ամեն ինչ կփոխվեր։ Բայց ոչ ոք չմոտեցավ։ Ոչ ոք չխոսեց։ Եվ այդպես սկսվեց 30 տարվա լռությունը։ Թատրոնի հին գրադարանավար Մարիամ Գրիգորյանը երբեք չէր ցույց տվել ոչ ոքի այն, ինչ պահպանում էր իր անձնական արխիվում։ Բայց երբ նրա առողջությունը սկսեց վատանալ 1998 թվականին, նա կանչեց իր ազնիվ Լուսինեին, փոխանցեց նրան փոքրիկ տուփ, կարմիր թավշով պատված։ Այնտեղ, հին նամակների լուսանկարների մեջ, պահվում էր ճշմարտությունը, որը կարող էր ամեն ինչ բացատրել։ Դրանք եղան Վարդուհու Մետաքսյայի անձնական նամակները, գրված իրար, բայց երբեք չուղարկված։
Յուրաքանչյուր նամակ սկսվում էր նույն խոսքերով. «Իմ սիրելի ընկերուհի», ավարտվում էր նույնպես. «Ես երբեք չեմ մոռանա մեզ»։ Վարդուհին գրել էր 17 նամակ Մետաքսյանին 1966-ից մինչ 1988 թվականը։ Մետաքսյան գրել էր 14 նամակ վարդուհուն նույն տարիներին։ Յուրաքանչյուր նամակում նրանք խոստովանում էին իրենց ցավը, իրենց զղջումը, իրենց ցանկությունը վերադառնալ այն ժամանակներին, երբ նրանք եղել էին անբաժանելի։ Բայց ոչ մի նամակ երբեք չհասավ իր հասցեատիրոջը։ Յուրաքանչյուրը մնաց գրադարանում, թաքնված Մարիամի պահարանում, որովհետև երկու կանայք բերում էին իրենց նամակները Մարիամին խնդրում. «Պահիր սա։ Եթե ես երբե ունենամ քաջություն, ես կասեմ քեզ ուղարկել այն»։ Բայց այդ քաջությունը երբեք չեկավ։ Ինչու էին երկու կանայք, որոնք այնքան շատ ուզում էին խոսել իրար հետ, ընտրել լռությունը։ Ինչով էր այդ լռությունը ավելի ուժեղ, քան նրանց սերը իրար նկատմամբ։ 1967 թվականից սկսած Վարդուհին Մետաքսյան ապրեցին զուգահեռ կյանքներով, միշտ նույն քաղաքում, միշտ նույն թատրոնում, բայց երբեք չհատվող։ Նրանք երկուսն էլ շարունակեցին խաղալ, շարունակեցին ստեղծել, շարունակեցին ստանալ մրցանակներ ճանաչում։ Վարդուհին դարձավ հայտնի իր ուժեղ, տրագիկական դերերով՝ Մեդեա, Լեդի Մակբեթ, Ֆեդրա։ Մետաքսյան դարձավ հայտնի իր նուրբ, բարդ կերպարներով՝ Նինա Զարեչնայա, Բլանշ Դյուբուա, Մարիա Ստյուարտ։ Թատրոնի աշխատակիցները սովորեցին կազմակերպել ամեն ինչ այնպես, որ երկու դերասանուհիները երբեք չհանդիպեին միջանցքներում։ Փորձարկումները նշանակվում էին տարբեր ժամերին։ Պրեմիերաները կազմակերպվում էին այնպես, որ եթե Վարդուհին խաղում էր երկուշաբթի, ապա Մետաքսյան խաղում էր չորեքշաբթի։ Երբ նրանք պետք է ներկա լինեին նույն միջոցառմանը, թատրոնի տարեդարձ կամ պետական հանդիսություն, նրանք նստում էին դահլիճի տարբեր ծայրերում։ Եթե պատահաբար նրանց հայացքները հանդիպում էին, նրանք անմիջապես շրջվում էին։ Սա տեց 10 տարի, 20 տարի, 30 տարի։ Ամբողջ սերունդը մեծացավ, տեսնելով երկու մեծ դերասանուհիներ, որոնք երբեք չխոսեցին իրար հետ։ Երիտասարդ դերասանները հարցնում էին՝ ինչու, բայց ոչ ոք չէր պատասխանում։ Դա դարձավ Սունդուկյանի թատրոնի մեծագույն գաղտնիքը, գաղտնիք, որը բոլորը գիտեին, բայց ոչ ոք չհասկանում էր։ 1988 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Սունդուկյանի թատրոնը նշում էր իր 100-րդ տարեդարձը, կազմակերպիչները որոշեցին ստեղծել հատուկ ներկայացում՝ հայ թատրոնի լեգենդներ։ Այս ներկայացումում պետք է մասնակցեին բոլոր մեծ դերասանները, ովքեր երբեք խաղացել էին այդ բեմի վրա։ Վարդուհին Մետաքսյան երկուսն էլ ստացան հրավեր։ Երկուսն էլ ընդունեցին, չգիտենալով, որ մյուսը նույնպես ընդունել է։ Երբ նրանք իմացան, արդեն ուշ էր հրաժարվելու համար, հրավերները հրապարակային էին, թերթերը գրել էին դրանց մասին, հանդիսատեսը սպասում էր։ Առաջին փորձարկումը տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին։ Երբ Վարդուհին մտավ դահլիճ, տեսավ Մետաքսյանին, նստած առաջին շարքում, նա սառեց դռան մոտ։ Մետաքսյան նույնպես տեսավ Վարդուհուն, նրա դեմքը գունատվեց։ 30 տարի անց նրանք հայտնվեցին նույն տարածության մեջ, օդը դարձավ էլեկտրական։ Ռեժիսոր Արտաշես Ալեքսանյանը, որը վարում էր փորձարկումը, զգաց լարվածությունը, փորձեց թեթացնել իրավիճակը։ Նա ասաց. «Ինչ պատիվ է ունենալ ձեզ երկուսին այստեղ։ Հայ թատրոնի երկու թագուհիները»։ Բայց նրա խոսքերը հնչեցին դատարկ այդ ծանր լռության մեջ։ Փորձարկումները տեցին 3 շաբաթ, յուրաքանչյուր փորձարկում եղավ տանջանք։ Վարդուհին Մետաքսյան խուսափում էին նայելուց իրար, խուսափում էին կանգնելուց մոտ իրար, խուսափում էին նույնիսկ շնչելուց նույն օդը։ Բայց բեմի վրա, երբ նրանք պետք է կատարեին իրենց տեսարանները, ինչ-որ բան տեղի էր ունենում։ Վարդուհին կատարեց մենախոսություն մեդիայից, նրա ձայնը լցրեց դահլիճը այնպիսի ուժով, որ բոլորը զգացին, այս կինը դեռ ունի այն կրակը, որը դարձրել էր նրան լեգենդ։ Մետաքսյան կատարեց տեսարան Չեխովի Որսայգուց, նրա խոցելիությունը եղավ այնքան իսկական, որ շատերը սկսեցին լալ։ Երբ նրանք երկուսն էլ բեմի վրա էին, թե տարբեր տեսարաններում, թե երբեք չնայելով իրար, հանդիսատեսը զգում էր ինչ-որ բան անտեսանելի, որը կապում էր նրանց։ Դա եղավ կարծես երկու մագնիսներ, որոնք միաժամանակ ձգվում մերժում էին իրար։ Թատրոնի երիտասարդ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հետո ասաց. «Ես տեսա երկու կանանց, որոնք ատում էին իրար այնքան, որ դա նման էր սիրո։ Կամ սիրում էին իրար այնքան, որ դա նման էր ատելության։ Ես երբեք չեմ հասկանա, թե որն էր ճշմարտությունը»։ Պրեմիերան նշանակվեց նոյեմբերի 15-ին։
Ամբողջ Երանը խոսում էր այս իրադարձության մասին։ Մարդիկ գիտեին, որ վարդուհին մետաքսյան կլինեն նույն բեմի վրա առաջին անգամ 30 տարվա ընթացքում։ Տոմսերը վաճառվեցին մի ժամում։ Մարդիկ կանգնում էին հերթերում ամբողջ գիշեր, ձեռք բերելու տոմս։ Պրեմիերայի օրը թատրոնի շուրջը հավաքվեցին հարյուրավոր մարդիկ, ովքեր չէին կարողացել տոմս գնել, բայց ուզում էին լինել այնտեղ, զգալ այդ պատմական պահը։ Երբ վարագույրը բարձրացավ, ներկայացումը սկսվեց, դահլիճը սառեց։ Մեկ առ մեկ դերասանները դուրս էին գալիս կատարում իրենց տեսարանները, յուրաքանչյուրը ներկայացնելով տարբեր դեր, տարբեր դարաշրջան հայ թատրոնի պատմությունից։ Երբ եկավ վարդուհու հերթը, նա մտավ բեմս հագուստով, նրա ներկայությունը լցրեց ամբողջ տարածությունը։ Նա սկսեց իր մենախոսությունը մեդիայից, յուրաքանչյուր խոսք եղավ սուր, որը ծակում էր սիրտը։ Երբ նա ավարտեց, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Հետո եկավ մետաքսյայի հերթը։ Նա մտավ բեմ սպիտակ հագուստով, հակադրություն վարդուհուսին։ Նա սկսեց իր տեսարանը Չեխովից, նրա ձայնը եղավ այնքան նուրբ, այնքան խոցելի, որ մարդիկ պահեցին շունչը։ Երբ նա ավարտեց, ծափահարությունները եղան նույնքան ուժեղ։ Բայց ամենաանսպասելի պահը եկավ ներկայացման վերջում։ Բոլոր դերասանները պետք է դուրս գային բեմ միասին, վերջնական ընդունելության համար։ Վարդուհին մետաքսյան դուրս եկան տարբեր կողմերից, կանգնեցին բեմի ծայրերում, հնարավորինս հեռու իրարից։ Բայց հանդիսատեսը սկսեց գոչել. «Միասին! Կանգնեցեք միասին!» Մարդիկ ոտքի ելան, սկսեցին ծափահարել ռիթմիկ, պահանջելով, որ երկու դերասանուհիները մոտենան իրար։ Ռեժիսոր Արտաշեսը, որը կանգնած էր բեմի կողքում, նշան արեց նրանց մոտենալ կենտրոն։ Վարդուհին մետաքսյան նայեցին իրար առաջին անգամ 30 տարվա ընթացքում։ Այդ հայացքում եղավ ամեն ինչ՝ ցավ, զղջում, ատելություն, սեր, կորուստ։ Դանդաղ, շատ դանդաղ, նրանք սկսեցին քայլել դեպի կենտրոն։ Յուրաքանչյուր քայլ եղավ տանջանք։ Երբ նրանք հասան կենտրոն, կանգնեցին միմյանց կողքին, ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորությամբ, ամբողջ դահլիճը սառեց։ Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք չշնչեց։ Վարդուհին մետաքսյան կանգնեցին այնտեղ, նայելով դեպի հանդիսատեսը, բայց ոչ իրար։ Հետո, շատ դանդաղ, մետաքսյան շարժեց իր ձեռքը։ Նա բարձրացրեց այն, կարծես ուզում էր շոշափել վարդուհու ձեռքը։ Ամբողջ դահլիճը սպասեց։ Բայց վերջին պահին մետաքսյան իջեցրեց իր ձեռքը։ Վարդուհին տեսավ այդ շարժումը, նրա աչքերը լցվեցին արտասուքներով։ Վարագույրը սկսեց իջնել, երբ այն ծածկեց նրանց, վարդուհին շրջվեց, հեռացավ բեմից, վազելով։ Մետաքսյան մնաց կանգնած այնտեղ մենակ, մինչ վարագույրը ամբողջովին իջավ։ Այդ գիշերից հետո վարդուհին մետաքսյան երբեք այլս չտեսան իրար։ Վարդուհին հրաժարվեց բոլոր հրավերներից, որտեղ կարող էր լինել։ Մետաքսյան արեց նույնը։ Նրանք վերադարձան իրենց զուգահեռ կյանքներին, բայց այժմ ինչ-որ բան փոխվել էր։ Այն վերջին հայացքը, այն չկատարված շարժումը, այն չթափված արտասուքները մնացին նրանց միջ որպես վերջին, անբուժելի վերք։ Թատրոնի աշխատակիցները ասում են, որ երկու կանայք դարձան ավելի լուռ, ավելի փակ, ավելի հեռավոր։ Կարծես այդ գիշերը նրանք կորցրին վերջին հույսը, որ երբեք կարող էին վերադառնալ այն ժամանակներին, երբ նրանք եղել էին ընկերներ։ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ, շատ բաներ փոխվեցին։ Բայց վարդուհու Մետաքսյայի լռությունը մնաց անփոփոխ։ Նրանք շարունակեցին խաղալ, շարունակեցին ապրել, շարունակեցին կրել այդ ծանրությունը, որը դարձել էր նրանց կյանքի մաս։ Արդյոք նրանք երբեք խոսեցին իրար հետ այդ 30 տարիների ընթացքում։ Արդյոք եղավ գաղտնի հանդիպում, գաղտնի զանգ, գաղտնի նամակ։ Ոչ ոք չգիտի։ Բայց եթե եղավ, դա մնաց նրանց երկուսի միջ, որպես վերջին գաղտնիք, որը նրանք տարան իրենց հետ։ 1996 թվականի ձմեռը եղավ ծանր Երանի համար։ Էլեկտրականությունը կտրվում էր ամեն օր, ջեռուցում չկար, մարդիկ սառչում էին իրենց տներում։ Վարդուհի Վարդանյանը, որը այդ ժամանակ արդեն 69 տարեկան էր, շարունակում էր գալ թատրոն յուրաքանչյուր օր։ Նա խաղում էր իր դերերը, թե դահլիճը կիսադատարկ էր, թե մարդիկ չունեին փող տոմսերի համար, թե ցուրտը ստիպում էր դերասաններին խաղալ վերարկուներով։ Փետրվարի 28-ին, հատկապես ցուրտ գիշեր, Վարդուհին խաղաց Մեդիան։ Ներկայացումից հետո նա մնաց հագուստարանում, նստած իր հին աթոռին, դեռ իր բեմական հագուստով։
Գրիմյորուհի Սիրանույշ տատը, որը այդ ժամանակ արդեն 85 տարեկան էր, մտավ տեսավ վարդուհուն, նստած անշարժ, նայելով հայելուն։ «Վարդուհի ջան, ուշ է արդեն։ Պետք է տուն գնաս», ասաց Սիրանույշ տատը։ Վարդուհին շրջվեց, նայեց նրան այնպիսի հայացքով, որը Սիրանույշ տատը երբեք չէր տեսել։ «Սիրանույշ, ես հոգնել եմ», ասաց վարդուհին։ «Ես այնքան հոգնել եմ այս լռությունից։ Ես ուզում եմ խոսել նրա հետ։ Ես ուզում եմ ասել նրան, որ ես ներում եմ։ Բայց ես չգիտեմ, թե ինչպես»։ Սիրանույշ տատը նստեց վարդուհու կողքին, բռնեց նրա ձեռքը։ «Ուրեմն գնա ասա նրան», ասաց նա։ Վարդուհին ժպտաց տխուր ժպիտով։ «30 տարի ուշ է», ասաց նա։ Այդ գիշեր վարդուհին հեռացավ թատրոնից, քայլեց տուն ձնի մեջ։ Նա երբեք չհասավ տուն։ Առավոտյան նրան գտան փողոցում, նստած ձյան մեջ, մահացած։ Բժիշկները ասացին, որ դա եղավ սրտի կաթված։ Բայց ովքեր ճանաչում էին վարդուհուն, գիտեին, որ նրա սիրտը կոտրված էր շատ ավելի վաղ, այդ գիշեր այն պարզապես դադարեց զարկել։ Երբ լուրը հասավ Մետաքսյա Սիմոնյանին, նա նստեց իր տան պատուհանի մոտ, չշարժվեց 3 օր։ Նա չեկավ թաղմանը։ Նա չուղարկեց ծաղիկներ։ Նա չասաց ոչինչ։ Բայց ովքեր տեսան նրան այդ օրերին, ասում են, որ նրա դեմքը եղավ այնպիսի ցավից լի, որ անհնար էր նայել նրան։ Վարդուհու թաղմանը եկավ ամբողջ երանը։ Մարդիկ կանգնեցին փողոցներում, ասելու հրաժեշտ մեծ դերասանուհուն։ Բայց Մետաքսյան չեկավ։ Նա մնաց տանը, մենակ, իր ցավի հետ։ Թատրոնի տնօրեն Վահագն Վարդանյանը հետո ասաց. Մետաքսյան չեկավ, որովհետև նա չէր կարող դիմակայել ճշմարտությանը։ Ճշմարտությանը, որ նա կորցրել էր իր լավագույն ընկերուհուն 30 տարի առաջ, բայց միայն այժմ դա դարձավ վերջնական։ Վարդուհու մահից հետո Մետաքսյան փոխվեց։ Նա դարձավ ավելի լուռ, ավելի փակ, ավելի հեռավոր։ Նա շարունակեց խաղալ, բայց ինչ-որ բան մարել էր նրա մեջ։ Թատրոնի աշխատակիցները ասում են, որ նա հաճախ կանգնում էր բեմի վրա, փորձարկումների ժամանակ նայում էր դատարկ դահլիճին, կարծես փնտրում էր ինչ-որ մեկին, ով այլս այնտեղ չէր։ 1999 թվականին Մետաքսյանը խաղաց իր վերջին դերը, Բլանշ Դյուբուան Տենեսի Ուիլյամսի «Ցանկություն» անունով տրամվայում։ Դա եղավ դեր կնոջ մասին, որը կորցրել է ամեն ինչ, փնտրում է փրկություն հիշողությունների մեջ։ Մետաքսյան խաղաց այդ դերը այնպիսի խորությամբ, այնպիսի ցավով, որ բոլորը հասկացան, նա չէր խաղում Բլանշին։ Նա խաղում էր ինքն իրեն։ Վերջին ներկայացումից հետո նա կանգնեց բեմի վրա, նայեց հանդիսատեսին։ Հետո նա ասաց ինչ-որ բան, ինչը ոչ ոք չէր սպասում։ Ես ուզում եմ նվիրել այս ներկայացումը մի մարդու, ում ես սիրեցի ավելի, քան ցանկացած ուրիշի։ Մի մարդու, ում ես կորցրի 2 անգամ, առաջին անգամ 30 տարի առաջ, երբ մենք դադարեցինք խոսել, երկրորդ անգամ 3 տարի առաջ, երբ նա հեռացավ այս աշխարհից։ Վարդուհի, եթե դու լսում ես ինձ որևէ տեղից, իմացիր, ես երբեք չմոռացա մեզ։ Դահլիճը լցվեց լռությամբ, հետո դանդաղ, մարդիկ սկսեցին ծափահարել։ Բայց դրանք չէին սովորական ծափահարություններ։ Դրանք եղան ծափահարություններ ցավի համար, կորստի համար, սիրո համար, որը երբեք չկարողացավ գտնել իր ճանապարհը հետ։ 1999 թվականի աշնանը Մետաքսյա Սիմոնյանը հեռացավ բեմից։ Նա ասաց, որ հոգնել է, որ ժամանակն է հանգստանալու։ Բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Առանց Վարդուհու թատրոնը դարձել էր դատարկ տեղ նրա համար։ Նա ապրեց դեռ 10 տարի, լուռ, մենակ, իր հիշողությունների հետ։ Երբ լրագրողները փորձում էին հարցազրույց վերցնել նրանից, նա մերժում էր։ Երբ նրան հարցնում էին Վարդուհու մասին, նա պարզապես ասում էր. Ես չունեմ ինչ ասել։ Բայց նրա աչքերը ասում էին ամեն ինչ։ 1999 թվականի ձմեռը, ճիշտ 10 տարի Վարդուհու մահից հետո, Մետաքսյան նույնպես հեռացավ այս աշխարհից։ Նա մահացավ քնի մեջ, խաղաղ, լուռ։ Երբ նրա ազգականները մաքրում էին նրա տունը, նրանք գտան փոքրիկ արկղ, թաքնված նրա անկողնու տակ։ Այնտեղ եղան բոլոր այն նամակները, որոնք նա գրել էր Վարդուհուն, բայց երբեք չուղարկել։ Եվ այնտեղ եղավ մեկ նամակ, որը գրված էր վերջին օրերին։ Այն ասում էր. Վարդուհի, ես գալիս եմ քեզ մոտ։ Վերջապես մենք կխոսենք։ Վերջապես մենք կասենք այն ամենը, ինչ չասացինք 30 տարի։ Սպասիր ինձ։
Այսօր, երբ մարդիկ այցելում են Սունդուկյանի թատրոն, նրանք տեսնում են երկու դիմանկար, կախված միջանցքի պատին։ Վարդուհի Վարդանյանը, Մետաքսյա Սիմոնյանը, երկու մեծագույն դերասանուհիները հայ թատրոնի պատմության մեջ։ Դիմանկարները կախված են կողք կողքի, ինչպես պետք է լինեին երկու ընկերուհիներ։ Բայց նրանք երբեք չկարողացան լինել կողք կողքի իրենց կյանքում։ Նրանք ընտրեցին հպարտությունը սիրո փոխարեն, լռությունը ներողամտության փոխարեն, մենակությունը բարեկամության փոխարեն։ Եվ այդ ընտրությունը կործանեց նրանց երկուսին։ Թատրոնի ուսանողները, որոնք այսօր սովորում են այնտեղ, հաճախ կանգնում են այդ դիմանկարների առաջ հարցնում՝ ինչու։ Ինչու երկու այդքան հանճարեղ կանայք չկարողացան գտնել ճանապարհը միմյանց դեպի։ Ինչու 30 տարի լռություն։ Ինչու այդքան ցավ, այդքան կորուստ, այդքան ապարդյուն տարիներ։ Պատասխանը գուցե այն է, որ երբեմն մարդիկ այնքան վախենում են ցավից, որ ընտրում են ավելի մեծ ցավ՝ լռությունը։ Երբեմն հպարտությունը դառնում է բերդ, որը պաշտպանում է մեզ, բայց միաժամանակ բանտարկում։ Եվ երբեմն, երբ մենք վերջապես պատրաստ ենք խոսել, արդեն ուշ է։ Բայց գուցե կա մեկ այլ ճշմարտություն այս պատմության մեջ։ Գուցե Վարդուհին Մետաքսյան երբեք իսկապես չբաժանվեցին։ Գուցե այդ 30 տարվա լռությունը եղավ իրենց սեփական տարբերակը երկխոսության։ Գուցե յուրաքանչյուր անգամ, երբ Վարդուհին բարձրանում էր բեմ, նա խաղում էր Մետաքսյայի համար։ Գուցե յուրաքանչյուր անգամ, երբ Մետաքսյան արտասվում էր իր դերում, նա լաց էր լինում Վարդուհու համար։ Գուցե նրանց լռությունը եղավ ավելի բարձրաձայն, քան ցանկացած խոսք կարող էր լինել։ Գուցե նրանց բաժանումը եղավ ավելի խորը կապ, քան ցանկացած բարեկամություն կարող էր լինել։ Մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը։ Մենք կարող ենք միայն կանգնել այդ երկու դիմանկարների առաջ, զգալ այն ծանրությունը, որը նրանք կրեցին ամբողջ իրենց կյանքը։ Եվ գուցե ինչ-որ տեղ, որտեղ հոգիները գտնում են իրար, Վարդուհին Մետաքսյան վերջապես խոսում են։ Վերջապես նրանք ասում են այն ամենը, ինչ չասացին։ Վերջապես նրանք ներում են իրար։ Եվ վերջապես նրանք կրկին ընկերներ են, ինչպես եղել են այն առաջին օրերին, երբ նրանք նստել էին փոքրիկ սրճարանում Աբովյան փողոցում երազել մեծ ճակատագրերի մասին։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Վարդուհի Վարդանյանին, Մետաքսյա Սիմոնյանին։ Արդյոք նրանք զոհեր էին համակարգի, որը շահագործեց նրանց տաղանդը, թե՞ իրենք էին պատասխանատու իրենց ընտրությունների համար։ Արդյոք հնարավոր էր փրկել նրանց բարեկամությունը, թե՞ որոշ բաներ, երբ կոտրվում են, մնում են կոտրված հավերժ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք հիշում են նրանց ձեր քաղաքում։ Սեղմեք հավանել, եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, բաժանորդագրվեք մեր ալիքին ավելի շատ պատմություններ լսելու համար այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին հայ արվեստը, բայց վճարեցին անձնական գնով։ Մենք շարունակելու ենք պատմել ճշմարտությունը, որը թաքնված է փառքի ետում։